Օրերի բացվելուն զուգընթաց դաշտերում սկսվել է արդեն թեժ աշխատանքը։ Մշակում են կարտոֆիլը։ Անձրևներ չկան, իսկ կարտոֆիլի մշակման ժամանակահատվածն է։ Մինչև երբ տևի այս ամենը։ Տարվա այս ժամանակահատվածում Ջավախցին թեժ աշխատանքային գործընթացի մեջ է։ Կարտոֆիլի մշակման փուլերը հերթով հաջորդում են միմյանց։ Ու այժմ հողը փխրեցնելու ժամանակահատվածն է։ Առաջներում այս ամենը արվում էր ձեռքով։ Հիմա ավելի հեշտ է։ Մշակում են տեխնիկայի օգնությամբ։ Բայց սա էլ կապված է բավականին մեծ ծախսերի հետ։ Նշենք, որ այս տարի թանկացավ նաև դիզվառելիքը։ Սա նաև պատճառ է բարձրանալու տեխնիկայի ծառայության արժեքը։ Հիմա սկսվել է նախդատ թուլացումը, դեղելը բերձել ենք, նախդատ թուլացումն է, ծախսերը շատ է, կախված է սալյարկայի գներից, նախդատ ծախսը շատ է, արա ասենք աժեր սալյարկան 260, հիմա աժե համարյա 4 լարի, ժողովրդին շատ տանջանք է, ասենք մենք տեխնիկան ունենք, կենենք մեր սալյարկով, բայց ժողովուրդը արդեն ծախսերի հետ շատ մեծ բան է կախված ու շատ էլ քաչացուցին կարտոֆիլը թեգուց կարու ցանքսը կա արդեր որ ոչ ցանած է ոչ երգած է ոչ էլ բան Համեմատած անցյալ տարվա այս տարի ցանքսը հետաձգվեց Եղանակը կարծես արևոտորեր չի խոստանում, իսկ բերք ստանալու համար հարկավոր է նաև ջերմություն։ Ինչպես նշեց Սամվել Եփրիկյանը, սպասենք, տեսնենք, աշնան ամեն ինչ պարզ կլինի։ Ну, այս տարվա մի քիչ ցուրտ տարին բան եղավ էլի, մի համարյա 10 օր ետ անգավ կարտոֆիլը, թեգուց կարին։ Ну, նայենք, եթե եղանակը լավ լինի, հետո ասենք Կարգուտ մարգուտ որ չեկա, աշունքը կերևա իշկել էլի, կարտոֆիլի ցանքսը, նաև կարու ցանքսը, հիմա նախդատ լավ է։ 2026 թվականին Նինոթմիդայում կրճատվեցին ինչպես հացահատիկայինների, այնպես էլ կարտոֆիլի ցանկատարածությունները։ Հուսանք աշնանը գոնե առատ բերք ունենա հողագործը, չէ որ Ջավախցու հիմնական ապրուստը կապված է հողի հետ։